Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, թվանքի հերթական հաղորդումն է, ես Արմենն եմ Բաբայան, ցանկանում եմ ներկայացնել իմ ֆինական արտադրության 6.5 Gridmoor Tikka T3 մոդելի իմ զենքը։ Միակ զենքերից է, որ հարգելի ընկերներ, ուղղակի տուփից կարելի է օգտագործել թե սպորտային նպատակներով, թե որսորդության մեջ, ուղղակի որսորդության համար ինքը մի քիչ ծանր զենք է։ Իր քաշը առանց այս ամեն ինչի 4 կիլո 700 գրամ է, եւ այս ամեն ինչով արդեն մոտենում է 6-6.5 կիլոգրամի։ Իր առանձնահատկությունները ամբողջ երկարությունը առանց DTK-ի 1132 մմ է, փողի երկարությունը 610 մմ է, մեջի ակոսները նարեզները 1.8-ի, փողը վարմինտ է 20 մմ, ասեմ ձեզ 6.5 Gridmoor տրամաչափը ստացել են 308-ի բազայի վրա, իր բալիստիկան շատ ավելի բարձր է, քան 308-ինը, համարյա մոտենում է 300 վինմագին, շատ չի մոտենում, բայց մոտենում է, շատ հետաքրքիր զենք է, ծալվող է, կոթի մասը ծալվում է, եթե ասենց մի փոքր փորձեմ ցույց տամ ձեզ, կարճանում է, ինքը հեշտ է արդեն եւ տեղավորել որույցը մի պացյանի մեջ կամ հենց ուսին իրան իր բանով կրել։ Վրայի օպտիկան, անցնենք օպտիկային, օպտիկան Night Force է, 7 անգամ 35, դուրս եկողը 56, ինքն էլ սպորտային, տակտիկական եւ ինչու՞ չէ նաեւ վաղեմիսօր կարածառայի նաեւ երկրի պաշտպանության համար։ Տեղադրված է շպուռ օղակների վրա, մոնոբլոկ 20 մոա անկյան տակ, դա տալիս է հնարավորություն ավելի հեռու կրակել, մասնագետները կհասկանան ինչի մասին ենք խոսում։ Վրան կա գրատախտակ, երբ որ կրակում եք, չափում եք տարածությունները եւ արագ կողմնորոշվելու համար լրացնում եք ստեղ հատուկ մարկերով, արագ նայում եք եւ մտցնում եք այդ փոփոխությունները օպտիկայի մեջ։ Վրան կա նաեւ կալիմատոր, փոքր, երկու նպատակի համար է ինքը ծառայում կալիմատորը։ Առաջինը ինքը կարգաբերված է, վիվերկա է արած, ասենց ասած, 100 մետր օպտիկայի հետ միասին, մոտիկ թիրախ դուրս գալուց արագ կրակելու համար դա մեկ, եւ երկրորդ տարբերակը ինքը ինչի համար է շատ օգտակար լինում, երբ որ դուրս է գալիս մեծ տարածություններ կրակելու, փոքր նշանակետը բարձր կրատնստի տակ չեք հասցնում, գտնեք, ման է գալիս երկար ժամանակ, որ չիջեցնեք մինիմում կրատի։ Այդ ժամանակ ուղղակի կալիմատրով գտնում եք նշանակետը ու կես վայրկյան հետո անցնում եք օպտիկայի մեջ։ Դեն շատ հեշտ թիրախը գտնում եք։ Երկու նշանակություն ունի, երկու նպատակ։ Հայաստանում ամենաշատ տարածված երևի հարմար պատրոնները Seller Belot ընկերության չեխական պատրոններն են, այստեղ հիմա ես օգտագործում HPBT պատրոնները 142 գրեյն ու ինձ ասեմ միջին որակի երևի ամենաբարձր տեղ գրավող պատրոններից է Հայաստանում համենայն դեպս։ Իհարկե կան շատ ավելի լավ, ավելի որակով, բայց նրանք շատ թանկ են եւ Հայաստանում միշտ դիվիցիտի մեջ են լինում։ Իհարկե շատ լավ կլիներ, որ երկրում լիներ հնարավորություն ազատազենում հենց թեկուզ պատրաստվել, անցնել ու թույլտվություն ստանալ ամեն մեկը ինքը իր համար պատրոն լցներ իր զենքի սպეციფիկան հաշվի առնելով։ Այդտեղ արդեն կրակի որակը ավելի մեծանում է։ Ինչ որ վերաբերվում է արտադրողներին, միշտ այդտեղ գրվում է արտադրողը գրում է մետր վայրկյան արագությունները։ Ճիշտն ասած դուք չգիտեք, որ երկրում է սա արտադրվել, ծովի մակարդակից ինչ բարձրության վրա է եւ հաստատ Հայաստանում արդեն որ փորձեք կրակեք 1000 եւ 2 կամ 3000 մետր բարձրության վրա, այս պարամետրերը չի համապատասխանելու։ Դրա համար կա նախատեսված տարբեր տեսակի արագաչափեր, սա Garmin մոդելն է, նորություն է, երևի 1-2 տարի է, որ շուկայում կա արդեն համաշխարհային։
Սրանով չափում եք ձեր արագությունները, կրակում եք 5-10 պատրոն ու ինքը տալիս է ամենացածր, ամենաարագ եւ միջինացված թիվը տալիս։ Այդ թիվը արդեն դուք ներառում եք ձեր ունեցած հնարավոր բաների, հաշվիչների մեջ։ Օրինակ, այս Kestrel Ballistic 5700 մոդելը թույլ է տալիս սինխրոն աշխատի այս հեռաչափի դալնամերի հետ միասին, արագությունները ուղղակի մուտք եմ արել բանի մեջ, այս Kestrel-ի մեջ, արագաչափի տվյալները այս ստանցիայի մեջ եւ ուղղակի հեռահար նշանակետը չափելով գերմանական արտադրության այս լեյկայով ինքը ավտոմատ պարամետրերը անկյունը եւ հեռավորությունը ուղարկում արդեն Kestrel-ին, Kestrel-ը շատ արագ կես վայրկյանում տալիս է տվյալներ, որը մտցնում եք արդեն բարձրության եւ հորիզոնական քամու հաշվարկը եւ անկյունը հաշվի առնելով այդ տվյալները մտցնում եք ձեր օպտիկայի մեջ եւ ստանում եք շատ լավ արդյունքներ։ Այս ամենը իրար հետ, մի անգամից չեմ ասել այս ամեն ինչին, երկար տարիների փորձ ունեմ զենքի հետ վարվելու, ինքս որսորդն եմ, շատ եմ սիրում սենց սպորտային նաեւ կրակոցներով զբաղվել, շատ հաճախակի հաճախում եմ ազատազեն, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս, համեցեք, շատ լավ մթնոլորտ է, շատ բան կա սովորելու, քեզ համարում ես փորձառու, բայց մանրուքներ կա ընթացքում, երբ որ շփվում ես քեզպես մտածող մարդկանց հետ, ինչ որ նոր նորություններ ես քեզ համար բացահայտում, որը որ հեշտացնում է քո աշխատանքը։ Զենքի այս ոտքերը Tier 1 անգլիական ընկերության արտադրանքն է, շատ արագ կարողանում ես անջատել, միացնել, շատ լավն է, ընթացքում երևի կրակելու ընթացքում միգուցե մի թեթև նաև կանդրադառնանք դրան, իսկ դե կան ռուսական արտադրության BRT ընկերության արտադրությունը, վատը չի, իր խնդիրները լուծում է։ Այս ամենը ինչ որ վերաբերում է զենքին եւ իր հետ փոխկապակցված այս բոլոր կոմպլեքսի մեջ մտնող գործիքներին։ Սրանք ուղղակի գործիքներ են։ Զենքի մասին այսքանը, հարգելի ընկերներ, մի փոքր ուշ կտեղափոխվենք արդեն կրակային գոտի, կփորձենք ընկեր իշխանի հետ փունջ հավաքել, փունջ, խումբ, չգիտեմ, կուչա, ով ոնց պատկերացնում է, ով ոնց հասկանում է, կկրակենք 100 մետր, հետո գիչնենք ներքև, փորձենք արդեն տարածություններ կրակել, հեռու տարածություններ, հաշվարկներով, այս ամենը կկիրառենք եւ ձեզ ցույց կտանք։ Եվ ինձ թվում է շատերիդ համար կդառնա պարզ այս ամեն ինչը։ Հիմա ընկեր իշխանի հետ փորձում ենք փունջ հավաքենք։ Այո, անցած անգամվա պես բլայզերով։ Ձախ թիրախին ես կկրակեմ, աչին իշխանը, հետո կմոտենանք, փորձենք չափենք։ Հետո մի հատ է ներքևը։ Ներքևը արդեն տարածություններ։ Փորձենք անենք էլի մեկով մեկը։ Ոնց անհավաս կպած է իրար։ Շքան ուժուն եմ հավաքել եմ։ Ասում ես զենքի պատմությունը պարտադիր պետք է պատմեմ, շատ խորհրդանշական զենք է։ Պատերազմին մենք ունեինք բանակի զենքերից բոլոր, մեկը մի ընկեր ունեինք, ով իր տիկայով էր եկել, ճիշտ է իրանը 308 էր։ Մենք այնվաղ մոաբան, տես բաներ չգիտեինք, էլի կլիկ բան։ Գիտեինք, որ այսպես ենք 400, 500, հիմա մարզվելու մի հատ փուլ ունենք, ասում եմ 600-ը դնեմ 48 կլիկ, ասում եմ ինչ լոգիկայով էլի, ասենք 6 անգամ 8, 500-ը ինչքան է, բայց 500-ը 40 չի է։ Ասում եմ ընկեր, ասա որ քեզ մի բան ունի, կարողանամ կիրառեմ։ Զենքը։ Դա ես հասկացա, որ կան զենքեր, որոնք ոնց որ մեր ուղեղի բանը չեն, բայց իրանք ավելի հզոր են, քան թե SVD-ն։ Իհարկե, դա SVD-ն չի կարելի համեմատել այս բալտաբույր զենքերի հետ։ Ես 17 տարի ունեցել եմ ծիգրը, բայց բացարձակ
Եվ 20 տարի ունեցել եմ տիկա 300 վինմակ, ունեցել եմ նույնի 308-ը, նաև այս մոդելի 308-ը, բայց այս տարածությունները կրակելու եւ սնայպինգով զբաղվելու համար ինձ թվում է 6.5-ը հենց այս մոդելը ամենահարմարն է իր տեսակների մեջ։ Ես մի պատրոնս ուրիշ է, չեմ խաղում ես։ Ոնց է ուրիշ։ Ինչ կա, անա։ Գործանային պատրոններն է։ Կներես, սրա ծերծակ չէ, այ մի քիչ ուրիշ է։ Ես մյուս կողմից կոնկուրենցիան ինչ է անում։ Մանրադիտակով ենք նայում։ Եմախտ որ ունենայինք շատ մարդ, սենց զենքերով շատ ուժեղ կլինեինք։ Ես հիշում եմ ինչ որ մի հատ վիճակեր գալի կրակում վրեքը սեթում էին։ Սպասես, խփեց այն մյուսը օդ կրակելով փախավ։ Հետո հրամանատարին համոզում էր, ասում էր թող այդ համ զենքը բերեմ, թաղավարտում էլի։ Թե քանի որ մենակ ինքն էր ու այդ ձևը չէր սովորացրել, հրամանատարը չթողեց այդ անիմաց զոհ չլինի, հա։ Հիմա բավականին առաջ է։ Իհարկե։ Գիտենք ինչա մռատն է։ Միլիռադյան, հենց սնդը չներկայացրեցի, որ միլիռադյանով է։ Հա մեր ուղիղին միլիռադյանը բան է, ավելի հարմար է։ Չնայած այս օպտիկաների մոայովը կլիկը 0.7 սանտիմ է, ավելի ճշգրիտ է։ Էսի Բախշան Անդոն է սովորացրել։ Բարևներս Բախշան Անդոին։ Կլասով ավելի բարձր է համարվում, էլի մոայովը։ Ոնց որ մի կլիկը, ասենք 1000 մետրի վրա գալիս է 10 սանտիմ, նրանով 7 սանտիմ։ Հա, այսինքն ավելի հասկացա։ Իշխո ջան։ Օ, դու ուժեղ ես կրակի։ Ես հատուկ է, հեռու։ Չէ, դա պրոստը որ պարալաքսը մեկը իրանց մոտ բանով չի, էլի մետրով չի։ Միտես ծախլիկի է թուշը։ Աշլիկի է։ Կրվելու հոտ է գալի։ Այն մեկը փախցրել է։ Ոչինչ։ Անվտանգության կանոնները պահպանելով են ֆլաժոկը ուզում ես մի հատ բացի մեջից դուր։ Սա էլ դուք եք նվեր տվել ընկերներ, որի համար շնորհակալ ենք։ Ընտա։ Մարզվելուց ասում եմ թե չորերը ավելի լավ։ Ես էլ հակնեմ թե մի հատ։ Երեք եմ։ Երևան էլի։ Տեսնենք ինչ ենք արել։ Դե գործանային փամփուշտներով ված չի, որ նայում ենք, մենք այնտեղ ես նշեցի, որ եթե ինքներս թույլտվություն ստանանք, գանք ձեր մոտ, պատրաստվենք, քննություն տանք, եթե ունենանք այդ հնարավորությունը, ինքներս մեր համար դասնենք, ինձ թվում է շատ ավելի լավ որակյալ արդյունքներ կլինի, իհարկե։ Մենք ասում եմ փորձում ենք այդ process-ը առաջ տանել։ Հիմա նույնիսկ ուսումնասիրում եմ այլ երկրների փորձը ոնց են արել, հենց այդ տարբերակով կա կառույց, որտեղ հատուկ ռելոադինգի քննություն են տալիս։ Այո։ Բայց այն երկրները, ովքեր ունեն որակյալ դիպուկահարներ, բացառապես բոլորում ռելոադինգը քաղաքացում թույլատրած է այս կամ այն ձևով։ Օրինակ Ամերիկայում շատ ավելի պարզ է, Եվրոպայում են, որ բոլոր թղթերը այդ թվում մահվան վկայականը պետք է բերեն նորը լինի, բայց մեկա ձև է։ Այո։ Օ, ինի երկուսը միծակով անցի, հա։ Դա։ Իսկ դե չափելու բանը չկա, ոնց որ շատ փիս կրվել է։ Չէ, չես կրվել, որովհետև դու ձախլիկ ես։ Զենքը ինքը բան է։ Տես։
Այ կես ման է սա։ Էսի մրցումների խնդիրը դառնում, սկսում են քննարկել 3 հատա թե չէ։ Ինչդեռ ըստ ձև չի էլի քո պարադրոնը կորել։ Հա։ Իսկ հիմա Այն երկու հատը աշկա չափն է էլի։ Ոնց որ մայից մի քիչ։ Տեսար ոնց կրվա Անդրեն։ Չէ, չենք կրվել, ինչ կրվելու մասին չի։ Ձեր առավելություն զենքի տերը որ դու ես։ Զենքի տերը ես եմ, երկրորդը իշխան դու ձախլիկ ես։ Այն դեմքի ես այդ օսկրիտակի թուշը որ կա, աչլիկի համար է ինքը կարգաբերված։ Ինձ ամենաշատը խանգարեց օպտիկան մոտիկ էր։ Հա, հետ էլ, հա։ Ստանդարտ վիզա էլի։ Այսա ներքև Անդրենը կմրցի, որ մարդ եմ բերում է։ Հա։ Չէ։ Կերում եք։ Շատ նորմալ է որ կրակելով մրցենք իրար։ Այո։ Այսպես։ Դե տեղափոխվենք արդեն այո, դիստանցիաներ կրակելու։ Անգեր Անդրեն կօգնես, չեմ կարող։ Անդրենն է կօգնես։ Արգելի ընկերներ, մի քիչ առաջ ցույց տվեցինք ձեզ մեր բոլոր այն գործիքները, որ մտնում է այս ամբողջական կոմպլեքսի մեջ, հիմա այս կեստրելով միացնում ենք առաջինը։ Ինչ ենք անում։ Միացնելուց հետո, երբ որ միանում է ինքը, դուք կարող կրակեք տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր կլիմայական պայմաններում անպայման պետք է մտնել մեջը եւ կալիբրովկա անել այն տեղում, որտեղ որ դուք պետք է հաշվարկ անեք։ Հիմա մտնում ենք մենք, գնում ենք սիսեմ, մտնում ենք կոմպաս, կոմպասով մտնում ենք եւ ինքը պահանջում է 30 վայրկյանում 3 պտույտ։ Սկսում ենք։ Պտույտը սկսում է sense դանդաղ պատտացնում ենք, որ 3 պտույտի դեպքում 30 վայրկյան անցնի, ինքը նշանակում է արդեն կալիբրովկա եղած է։ Եվ հաջորդ քայլն էլ հեսա շուտով ձեզ ցույց կտամ։ Եվս մի տարբերակ էլ կա։ Այսպես պատտացնելուց հետո Ստեղից արդեն վсё կալիբրովկա եղած է։ Ստեղից դուրս են գալիս եւ հիմա արդեն իրան սա աշխատելու է սինխրոն բանի հետ, հեռաչափի, այս դալնամերի հետ աշխատելու, ինչ թիրախ չափենք, ավտոմատ գցելու է այստեղ ու տալու է պապրավկեք արդեն։ Հիմա ինչ ենք փորձում ենք կրակել։ Փորձում ենք կրակել 100 մետրի վրա փունջ, փունջ հավաք։ Առաջ չկանք, բայց ասում եմ, քանի որ ես այնտեղ պարտվել էի, մարդ եմ բերել ձեր վրա, Անդրեն է։ Տեղը Անդրենը կկրակի, գոնե նիչապրծեն։ Հացի չկա։ Կարաս չէ ինգեր Անդրեն։ Որտե։ Հիմա էլ միացնում ենք արդեն քրոնոգրաֆը։ Ստեղ թերթելով գնում ենք, մտնում ենք այս հիմա ստեղ իջացնում ենք, որովհետև ներողություն կրակելու ենք 142 գրեյն։ գրեյնով դուրս են գալիս եւ եկանք ստեղ։ Հիմա ստեղ ցույց է տալի մինիմում արագությունը, սա միջինն է, սա մաքսիմում արագությունն է եւ առաջնորդվելու ենք այս մեջտեղի միջինացված թվերով։ Սա դնում ենք կողքը, սա արդեն մեզ մոտ, երևի ճիշտ կլինի շոքը արդեն առավոտյան մի քիչ հովեր հանվել։ Так, ուրեմն սկսում ենք։ Ինչ։ Չափում եմ չի չափում։ Ֆռում եմ մեջտեղին։ Դες իրար հետ է, Wi-Fi-ը իրար է։ Մելի հիմա։ Էսա ես կչափեմ։ Օպա։ Դե ես հիմա բանը մենք են կարմիրի վրա կրակենք, հա, այդ կլոր։ Դե որի վրա սպիտը։ Ես առաջարկում եմ կապուտի վրա, փոքր, կամ կարմիրի, հա, էլի փոքր։ Այդ կպնեք համոզվեք, հետո գնաք փունջի, էլի։ Դե չկա։ Դե կամը դրոշակել են։ Սպիտակի ու կարմիրի արանքը վերև նայեք։ Հա։ Էսա դրոշակը նայեմ, հա։ Այսա փորձենք տեսնենք բարձունները ինչ ձև է, հարմարվում ենք, թե չէ, տեսեք հիմա արդեն չափը տվել է, մի անգամից պապրովկա եմ մցրել,
3.24 տալիս է վերտիկալը, գորիզոնտը արդեն 0.1 Так. Մտցնում ենք այդ 1, 2 ու կարելի է 2-ով սկսել F1 ու քամին էական փոփոխություն ստեղ տարբերակ քամիները ստեղ այնտեղ տարբերվում է իրարից էական տարբերություն չի տալիս այս պահին հիմա փորձենք դե հիմա այդ կողքինի սա այ ինչի համար էր այսը արագ գտնելու համար հիմա միացնում ենք ու կարելի ասա այս կոմբերել արագ գտնենք մտանք մեջ շատ կարևոր է նաև այս հարթաչափի հարթությունը թե չէ հաստատ զավալի դեպքում լավ բանով չի ավարտվի լավ կլիներ պատրոնը դնեինք ինչ անենք հիմա Մի հատ կարմիրին կրակենք համոզվենք տեղը նոր անցնենք շոտ Երեք հատից գնացինք Եկ վարկյան մի հատ հորից էլ իմաստ չունի երևի էլ նույն պապրավկեքով էլ կրակենք Թուղթը այդ բանից երկու անգամ մեծ է փունջը թղթի վրա կտենանք էլի Շատ կարևոր է որ երեքն է գլխին գոնե տեղավորվեն էլի որսի Մեջտեղն ենք չէ հիմա կրակում Վարկյան Реально միրաժը կա լավ կրակում եմ Պամպուշտը երևաց ոսում Նայք Մեջտեղից մի թեթև վերև աչակը Շատ սիրում է Ես բռն եմ ընկեր անդրեմ Եվ ստեղ կարանք հիմա ցույց տանք, որ այս եղանակային պայմաններում արագությունը 799.5 վերջիններ չափել եւ միջինացված ստացվում է 797.7 Այսինքն տարբերությունները ինչքան էր իրարից Դե հիմա 794-ից մինչև 801.3 պատկերացրեք բանը արել Բավականին մոտ է էլի Հա մոտ է եղանակն թույլ է տալիս Իհարկե Շարունակելով Նա ավելի լավ դիպուկահար թե ես ավելի լավ օպերատոր Ընկեր Անդրան դու աչին ես կրակելու ընկերես Մի հատ կարաս մի հատ է դու կարմիր Հա չանպայման բան արա մի հատ է 3 հատ է Անդրան Հա մոտ Բան արա մի հատ բանին երկաթին Ցանոթանում Գոնգին կրակի մի 3 հատ Զենքը քո համար բան է Անծանոթ է Տեսեք Արմենը չի ուզում ամենգելով ամլավը կրվի Շեն ինչու մասն է խոսքը Մի քանի հատ կրակի եմ կարմիրը Կարմիր կլորին հատ Կապավ Всё, սա գիտես արդեն ընկերս Դե 3 հատ մագազինը լից որ չշեղվես Ուշադրություն դարձրեք դուրես Անդրանին օգնում է Արմենին չի
ջրաչափից ուսմինքին եք Ջրաչափի։ Նշանակում դուք բաժանորդագրվեք, որ մենք շարունակենք։ Եթե բաժանորդագրվելը քիչներիդ կա, կարաք նաև Patreon-ին միանաք։ Ինձ բանից որսորդությունից մնացել է հիշատակ արագ կրակելը։ Ես արագ եմ կրակում։ Հա։ Մենք պրոստը որ կրակում ենք, լավ չենք կպնում, հետ են կրակում դրանք։ Դա է չի կրակում, շատ է։ Հե, այն մեծ ու գաց։ Չէ, չի երևում, միրաժա։ Հիմա, հայ։ Անդրան այ փոխվա պարամետրեր, դառավ 798.3, այ։ Այս կարևոր է, էլի, Strelok Pro-ի մեջ կալկուլյատորների մեջ մտցնելու համար շատ կարևոր է։ Տարբեր ջերմաստիճանի սեզոնների փոփոխության դեպքում անպայման պետք է ձեր պատրոնի արագությունը չափեք ու մտցնեք Strelok Pro-ի կամ որևիցե մի կալկուլյատորի մեջ, Hornady կամ տարբեր ընկերություններ կան, որ իրանք ծրագրերն ունեն։ Սա շատ կարևոր է, խորհրդի կարգով։ Մեր ընկեր իշխանը գնաց 500 մետր հեռավորությունից բերի մեր երկու թիրախները իմ եւ Անդրանի կրակած, տեսնենք ու մոտ ոնց է ստացվում։ Չեմ հանե տեղերից, որ հա ոնց որ արդար է, էլի։ Կոկոմից։ Հա, այսպես է։ Էսի կրակելը Արմենը, էսի կրակելը դու ընկերան։ Так, Արմենը էսի է կրակել։ Կեսրանցով չեմ, էլի։ Հա, կվադրատներով 2 սանտիմետր։ 4, 12 այսի ամենը։ Էսի սրանից 12-ը, սրանք 8, 5, 13, 12, 13, 10 Սենց չի չա Մեջինը, հա Հա, բայց բան է, էլի 13-ը 5-ի մի մոայից քիչ է Հա Անդր, այս ինչ է սարը Ինչ է սարը։ Ինչ արել է, լավ արել, համարյա նույն պատկերն է Մեկը ստե է, ենի երկու կանգար հեռու է 8, 16 Լավ, էսի 7 կո հատ 16-ին գումարած 7 կո բան, մեկնաբանություններ եմ գրել, ինչ է Չէ, 16-7, 23 20, հա Չէ, շատ կրել Մոայով իշքան անա։ Մոայով բան 15-ը մի մոայա, 30-ը 2 Հաղթեց ընկերությունը նորից Չէ, հաղթեց այն միտքը, որ մարդ իրա զենքով պետք է Հա, ինքը մեղ չունի, իհարկե, ես ադապտաց 0 մեր ամբողջ թիմին հաղթեցիք Էդի տենց է դեր, նման, էլենա Ես էլ մեզ մնա հիշատակ, եթե կարել է ընկեր իշխան Օրինակ, էսի կարևոր գործ է Հա Իմի ես էլ նույնիսկ, բայց ես էլ գլուխ է, հետո տեսեք երկուսս է բան են կարել Քամու Աչ թե, հա, աչ Հա, Էսի, բայց այդքան իմ աշկին քամին չի, իշկան դերիվացյանը Դե դերիվացիան մեջը մցրած է, ուղղակի էլի գալիս ենք այն կետին, որ եթե մենք լցնենք, ռելոուդ անենք, հարմարացնենք, ոնց որ շատ արտասահմանցի դիպուկահարներ անում են ու ցույց են տալիս, հնարավոր է ավելի լավ ցուցանիշներ ստանանք, հաստատ է։ Կգա այդ օրնիկը մոտա։ Մերսի շատ, եթե դուք էլ ունեք զենքեր, եկեք իրար հետ նկարենք, անկախ տարիքից, գործից, արածից, սերից, եկեք ցույց տվեք ու ձեզ նման մարդիկ կտենան ձեզ մեջ իրենց, կեթան իրանք է զենք ունենան, որտեղ մինիմում զարմանալի է 25 թվականի Հայաստանում ապրել ու անզենել։ Իհարկե, եկեք ազատազայն մարզվեք։ Կարակ քննություն եք։ Դե լավ։ Լավ է, Ստեսին ձեզ։